հայր, իսկ մյուս կողմում մի ամբողջ հասարակության կոտրված վստահություն պետության հանդեպ, մարդկային 10 կյանք եւ պետության հանդեպ մի նոր խորհուրդ։ Այս քննարկումները ոչ միայն անցյալի մասին են, այլ նաեւ այն մասին, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում ապագայում տեսնել եւ ինչպիսի Հայաստան ենք մենք կառուցում այսօր։ Այսօր, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել այդ իրադարձությունները, պետք է արձանագրել մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն։ Պետական ուժի կիրառումը ընդդեմ խաղաղ ցուցարարների երբեք չի կարող հիմնավորվել։ Մարտի 1-ի գիշերվա ընթացքում կիրառված պետական մեխանիզմները դուրս են սահմանադրական վերահսկողությունից։ Սա քաղաքական գնահատական չէ, սա իրավական փաստ է, որի շուրջ տարիներ շարունակ փորձել է ձևավորվել լռություն։ Հատուկ պետք է անդրադառնամ այն ժամանակվա երկրի ղեկավարությանը եւ երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, որի կողմից արտակարգ դրության սահմանում եւ դրանից բխող ուժի կիրառման կառավարումը իր հետևանքներով դուրս եկան ոչ միայն իրավական դաշտից, այլ խախտեցին իրավական սահմաններ եւ խախտեց սահմանադրություն։ Եվ եթե մենք որպես պետություն չենք արձանագրում այս հանգամանքը, ապա ապագա սերունդներին թողում ենք վտանգավոր նախադեպ, որ իշխանությունը կարող է անպատիժ ուժ կիրառել սեփական քաղաքացիների դեմ։ Մարտի 1-ը նաև մարդկային ողբերգություն է։ Այդ օրը զոհված քաղաքացիները ոչ միայն թիվ են, այլ անհատական պատմություններ են, ընտանիքներ են, որոնք մինչ օրս չեն ստացել լիարժեք պատասխան։ Այսօր քննարկված ցանկացած մոտեցում պետք է մնա ոչ թե քաղաքական ամբողջականության մեջ, այլ արդարության վերականգնման տրամաբանության մեջ։ Մեծ հաշվով հարցը մեկն է. ուզում ենք արդյոք ունենալ պետություն, որտեղ ուժը ծառայում է օրենքին, ոչ թե հակառակը։ Մարտի 1-ը մեզ տալիս է ցավոտ, բայց անհրաժեշտ հնարավորություն ձևավորելու պետական ուժի սահմանները, վերահսկելու մեխանիզմները եւ քաղաքացու պաշտպանության երաշխիքները։ Դա պարտք է զոհերի հիշատակի առաջ, պարտք մեր հասարակության առաջ եւ պարտք ապագա Հայաստանի համար։ Եվ այս ամբիոնից հնչեց արդեն մի քանի անգամ եւ ես նորից կուզենամ դա արձանագրել, մի պարզ իրականություն, որ այն ինչ որ տեղի ունեցավ մարտի 1-ին, դա հենց չէր սկսվել 2007 թվականի նախընտրական փուլից սկսված եւ մնացած փուլերից սկսված։ Սա հոկտեմբերի 27-ի հետևանքներն են, երբ որ այս պետությունը գլխատվեց վերջնականապես, երբ որ այն ուղին, որ ընտրել էր այս ժողովուրդը, կոնկրետ կտրվեց եւ ամեն ինչ վերացավ։ Իմ կոչը հետեւյալն է. եկեք բացահայտենք այս երկու մեծ ողբերգությունները, որովհետեւ եթե չբացահայտենք, մենք ապագայում միգուցե ունենանք նոր մարտի 1 եւ նոր հոկտեմբերի 27-եր։ Հոկտեմբերի 27-ը ոչ թե մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը 2003 թվականի կեղծված ընտրություն էր, հոկտեմբերի 27-ը նաև մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը նաև 2005 թվականի կեղծված սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր։ Եվ այն ինչ որ ձևավորել էր հոկտեմբերի 21-ը արտացոլվում է մինչ այսօր, ու մենք դա տեսնում ենք ոչ միայն այստեղ, այլ նաև մեր հասարակության մեջ։ Իմ կոչն է որպես երիտասարդ եւ որպես մի անձ, որ մտահոգված է պետության համար, ով որ ապագայում ուզում է ապրել այստեղ եւ ամուր քայլեր է հողի վրա եւ հպարտանալ, որ ինքը հայ է, ես ուզում եմ ընդամենը մի կոչով դիմել. եկեք տանք շատ ճիշտ պատասխան եւ շատ կողմնորոշիչ պատասխան այս իրադարձություններին եւ թող բոլոր մեղավորները պատժվեն առանց բացառության։ Որովհետեւ Հայաստանը որպես պետություն զավթվել էր կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ պետությունը վերածվել էր հանցագործությունների գործիքի, սերիական հանցագործությունների գործիքի, որոնցից մեկն էլ այո մարտի 1-ն էր։ Մարտի 1-ը միայն սպանություններ չեն, այլև հարյուրավոր վիրավորվածներ, հազարավոր բռնաճնշումների ենթարկվածներ։ Մարտի 1-ը նաև բռնաբարված Աղվան Հովսեփյանի կողմից հավաքական իրավաբանությունն է Հայաստանում, այլանդակված մինչև հիմա, որ դատաիրավական ռեֆորմը իշխանությունը գցել է ոտին։ Եվ արդյունքում մենք ստանում ենք այլանդակ որոշումներ դատարաններում։ Այս վնասը Հայաստանում դեռ հաղթահարված չէ։ Որն է չափանիշը, որ մենք պետք է համարենք, որ
Սեպտեմբերի 18-ի դատավճիռն իրականացված է, առանց դրա շատ հստակ քաղաքական մասի, իրավաքաղաքական մասի, մենք չենք կարող արձանագրել, որ դատավճիռը կատարված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Նախ եւ առաջ այս դատավճիռը հիմք է քաղաքական լուստրացիայի համար։ Մարդկանց սպանել է պետությունը ըստ այս դատավճիռի։ Պետությունն ունեցել է իշխանություն, իշխանությունը ունեցել է գլուխ եւ ունեցել է քաղաքական ֆասադ, հանձինս կուսակցությունների ՀՀԿ, ԲՀԿ դաշնակցություն, որոնց ներկայացուցիչները թող ներող լինեն ներկաները, ահա այստեղ նստած իշխանությունը իրենց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, 4 բառն էլ սուտ է, մերը չեն, հարգելի չեն, ընդդիմադիր չեն, այլ պետության թշնամիներ եւ գործընկերել չեն։ Տարեք գցեք։ Անհրաժեշտ է, այ օրենք է անհրաժեշտ եւ այդ կուսակցությունները պետք է լուծարվեն։ Ի վերջո, դրանով անցել են իսպանացիները, երբ ձերբազատվել են Ֆրանկոյի բռնապետությունից, պորտուգալացիները Սալազարից, հա։ Լեհաստանը եւ Բալթյան երկրները կոմունիստական բռնապետությունից։ Հայաստանն այնպես չի, որ նրանք ժողովրդավարությունից բան չեն հասկանում, իսկ ստեղ մեզ բացատրում են, թե չէ դե կարող է ժողովրդավարական չի, այսպես չի, այնպես չի, օրակարգում նման հարց չունենք։ Ոչ, մենք ռումբի վրա ենք նստած մինչև հիմա եւ հենց ձեր ընդդիմադիր սիրելի գործընկերներն են ձեզ ռմբակոծում, մեր ներվերն էլ քայքայում ամեն օր։ Էլ չեմ ասում, քանի հատ տերորիստական խումբ է բռնվել ստեղ, որ գալիս է իրենց սիրելի երկրից, չէ՞, որի հետ միութենական պետության մեջ մտնելու հարցը պատրաստ են քննարկելու։ Խնդրեմ, սենց քաղաքականություն չի լինում։ Դրա համար էլ այո, նրանք մարդ են սպանել եւ պատրաստ են մարդ սպանելու, եթե միայն թե հնարավորություն լինի ձեռներում։ Ուրեմն, ռեզումեն հետեւյալն է. ժողովրդավարությունը բարիք է, բայց այն պետք է լինի բռունցքներով։ Ժողովրդավարություն նշանակում է ուժ, ժողովրդավարություն նշանակում է կարգ, ժողովրդավարություն չի նշանակում լխկած շիլաշփոթ մի վիճակ, երբ ամեն տեղից վեր կացողը խելքին փչածը կվերկենա ու կասի ու անպատիժ ձևով։ Ու սա էլ համարում եք ժողովրդավարություն, ամոթավանքի։ Եվ ուրեմն, ի գործ մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ մեր գնահատականներով երևի թե հնարավորություն